որ խորհրդանիշը պետք չի կապել ոչ քաղաքականության հետ, ոչ կուսակցության հետ, ոչ առավել եւս անձի հետ։ Խորհրդանիշը համամարտկային է։ Այդ թուրը գժվելիք, թուրը այդ համ հավլունի թուրը, համ թուր կեցակի այդ հավքն է բերում։ Դա միայն այն ժամանակ աշխատում, եթե դու քո պատերազմը արդար է։ Շատ լավ, այսինքն գլոբալ առումով ինքնության բանաձևը մարմին, հոգի, ոգի, միտք, բանականություն։ Երեքը մեկի մեջ։ 301 եւ մեծ շնորհ է լինել հայ ու գիտակցել թե այս ինչի մասին է խոսքը, շնորհը համ մեծ պատասխանատվությունը եւ մեծ առաքելությունը։ Մենք առաքյալներ ենք այս աշխարհի վրա, ժողովուրդ։ Եթե մենք հայ ենք, եկել ենք այս աշխարհ, ունենք մեր առաքելությունը։ Արդյոք միայն հայերն են այդ լույսը տարածողները եւ մի տեսակ մեծամտության դաշտ է տարվում, այսինքն մենք մեզ մեծամտանում ենք։ Առաջի հերթին հպարտությունն է, դա էլ գալիս է տգիտությունից։ Մեր առաջի թշնամին տգիտությունն է, ինչքան տգետ ենք, այնքան ավելի մեծամիտ ենք։ Համաձայն եմ, այսինքն այդ հակազդեցությունը, այդ դրականն ու բացասական, ճակերտավոր ասած, լավն ու վատը անհրաժեշտություն են ինքնադրսևորվելու, ինքնակատարելագործվելու եւ լույս դառնալու համար։ Եթե ամեն մի խորհրդանիշը մի պրոյեկտ է, գաղտնա լեզու է, գաղտնագրությունը, որը ով այդ լեզուն գիտի, կարդում է ու հասկանում է, ով չգիտի, ընդհանրապես սիրուն նկար է։ Հայը ինչի մասին ընդհանրապես լույսի, սերմի փոխանցման։ Ողջունում եմ ձեզ Լուսար Փոդքասթում։ Ես Տիգրան Արեգունին եմ։ Այսօր կզրուցենք մշակութային ոլորտի մասին, ինքնության մասին, մշակութային եւ ինքնության դաշտում առկա մարտահրավերների եւ դրանց հաղթահարման մասին։ Մեր հյուրն է տոնացույց ավանդական տոների վերածնունդ կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Բաղրամյանը։ Բարև Հասմիկ ջան, ինչպե՞ս ես։ Հազար բարի։ Հրաշալի, շատ լավ։ Հասմիկ ջան, մեր հաղորդաշարը Լուսար Փոդքասթը նվիրված է Բարձունքի կողմից հանրահռչակված գաղափարական բովանդակային քարտեզին, այստեղ պատկերը տեսնում ես, մի անգամ էլ այդ շարքի հյուր ես եղել, դու Հայոց Երկիր հանդիպումների շարքի, ու այսօր էլ ինքնության եւ մշակութային դաշտին անդրադառնանք, որը ցանցվում է այս մեր գաղափարական բովանդակային քարտեզից, եւ որպես մեկնարկային հարց, այսպիսի մի բանաձևում փորձենք տալ ինքնության բանաձևը որն է գլոբալ առումով, ոչ միայն հայկական ինքնության, այլ ընդհանրապես ինչ է ինքնությունը, ինքնության բանաձևը որն է, հետո մասնավորապես գանք հայկական ինքնությունը ինչ է ու սկսենք ինքնությունը բացել։ Սիրով։ Նախ շնորհակալ եմ, որ հրավիրել եք, հիշել եք ինձ։ Ես հիշում եմ այն առաջի հաղորդման ժամանակ մենք խոսում էինք մշակույթը որպես զենք, այս էր թեման, եւ թերևս այսօրվա մեր խոսակցությունը լինի նրա շարունակությունը եւ խորհուրդ կտամ մեր հանդիսատեսին, լսողին, ունկնդրին, լսի նաեւ նա այն մի հաղորդումը։ Ինչ բան է ինքնությունը։ Նայում քիչ փիլիսոփա ենք այդ առումով։ Այդ հարցին շատ փիլիսոփական ուղիներ հազարամյակներով փորձել են պատասխանել ինչ բան է ինքնությունը։ Եվ սենց մի մոդել են ստեղծել 3-1-ի մեջ, այսինքն ինքնությունը դա այն մարմինն է, որ մենք զգում ենք, այդ հոգին է, որ մարմնի մեջ է, ու մենք զգում ենք մի բան, որը չենք զգում, բայց մեր մեջ է, ինքը ինչ որ մի բան, որ մեր մեջ մտածում է, այդ բանականությունն է, որը շատ կարևոր է, եւ հենց այդ մի ուրիշ ինքնություն է, որը մեզնից դուրս է ու միավորում է բոլորին։ Այսինքն ասենք աստվածային մի բան, դնենք ոգի։ Այսինքն մարմին, հոգի, ոգի։ Սովորաբար որ ասում են Տիգրան կամ Հասմիկ, ի նկատի ունեն մի 3-3-ին, այսինքն Հասմիկի ոգեղենը ու միջից ոգը շնչվում է, այո, այն հոգին, որը իրան մարմնին ստիպում է որ անի այս կամ այլ քայլ, եւ բուն մարմինը, որը հենց կենթանական այս մարմինն է, որը ժամանակավոր մեզ տրված է։ Շատ լավ, այսինքն գլոբալ առումով ինքնության բանաձևը մարմին, հոգի, ոգի, միտք, բանականություն։ 3-1-ի մեջ։ 301։ Հիմա մասնավորապես հայկական ինքնությունը ոնց է բացում։ Մարմինը հայկական որն է, միտքը բանականությունը որն է եւ ոգին որն է։
Գիտեք, այդ հարցին պատասխանելուց առաջ իմ աչքերը սկսում են փայլել, որովհետև դա մի հրաշք է եւ մեծ շնորհ է լինել հայ ու գիտակցել, թե այս ինչի մասին է խոսքը, համ շնորհը, համ մեծ պատասխանատվությունը եւ մեծ առաքելությունը։ Մենք առաքյալներ ենք այս աշխարհի վրա, ժողովուրդ։ Եթե մենք հայ ենք, եկել ենք այս աշխարհ, ունենք մեր առաքելությունը, որն է դա ու ինչ բան է հայկական ինքնություն։ Այս շումերական արձանագրություններ կան, որոնք այսօր աշխարհում գտնված ամենահին արձանագրություններն են, որտեղ պատմվում է մի աստծո մասին, որի անունը Հայը։ Դա Ան գլխավոր աստծո որդին է, երկու որդի ուներ, Էնլիլ եւ Հայա Էնկի։ Այս Հայը աստվածը շատ նման է մեր ինքնությանը։ Մենք ուղղակի այդ Հայայի ոնց ասեմ, մարմնավորում ենք երկրի վրա ու այդ լույսը, որը Հայան բերեց մարդկանց, այսինքն ինքը ներդրեց, այսօրվա լեզվով ասած, աստվածային չիպը մարդու մեջ։ Այդ ոգին երկնքից իջացրեց ու ամեն մեկին տվեց Հայը աստվածը շնորհ լինել կիսա աստված, հաղորդակցվել Աստծո հետ։ Ինչի համար շատ ջղայնացավ իր եղբայր Էնլիլը ու ասեց, որ դե կտեսնես այդ մարդկանց, որ դու տվեցիր այդ աստվածայինը, դու մեծ փորձանք բերեցիր տիեզերական մասշտաբով, որտեղ այդ մարդիկ համ իրար կոչնչացնեն, համ էս երկիրը դրախտը, որ իրանց տրվեց, համ այդ եզերքը դու իզուր տվեցիր։ Ու Հայան ասեց, դե կտեսնես, որ այտենց չի լինի, մարդիկ դրախտը կկատարելագործեն, իրան կկատարելագործեն նաև ինձ ու քեզ։ Աստվածայինն է, իրանք հրաշք պրոյեկտ է սա, մարդ պրոյեկտը։ Եվ ահա, մենք հենց այդ Հայայի ներկայացուցիչն ենք երկրի վրա, որը միշտ պայքարում է այդ լույսը տարածելու պրոյեկտը իրականացնելու համար եւ այսօր առավել քան երբևէ այդ պայքարի մեջ է։ Հիմա երբ որ այս բովանդակությամբ սկսում ենք խոսել, շատ տեղերից ու բավականին տրամաբանական հարց է առաջանում։ Արդյոք միայն հայերն են այդ լույսը տարածողները եւ մի տեսակ մի մեծամտության դաշտ է տարվում, այսինքն մենք մեզ մեծամտանում ենք եւ ինչու է դա տենց լինում եւ ոնց անենք, որ այդ մեծամտությունը ամենամեծ չարիքն է տեղի չունենա, այսինքն այո, մենք առաքելություն ունենք, բայց ինչպես եւ մյուսները ունեն իրենց առաքելությունը, այսինքն մենք ոչ մեկից բարձր չենք, որ ասում մենք մեզ չեն գերադասում, բայց պարզապես բզան հայն է։ Հա, այս բանաձևը կոտրվում է միշտ կամ այնից այրեղությունից այնից այրեղություն, կամ սկսում ենք թերագնահատել, դերարժեքության մեջ ընկնել, կամ գերագնահատել ու մեծամտանալ։ Այդ ամեն ինչը գալիս է մի մեծ պատուհասից, որը մեր ոնց որ ասում են Աքիլիսյան այդ կետն է, հա, որ կպնում ես դրան, մենք կոչնչանանք, դա առաջի հերթին հպարտությունն է, դա էլ գալիս է տգիտությունից։ Մեր առաջի թշնամին տգիտությունն է, ինչքան տգետ ենք, այնքան ավելի մեծամիտ ենք։ Ինչքան մեծամիտ ենք, այնքան ավելի դատարկ հպարտ ենք, որովհետև եթե դու քեզ տրված է շատ մեծ բան, բայց դու շատ ցածր արժեքային համակարգի մեջ ես, դու պետք է ամաչես, ոչ թե հպարտանաս, պետք է ամաչես։ Ամեն օրվա շատ էլ հա մի հաղթանակ, բայց դու հələ քեզ համատի եզերքի հետ։ Ու տես թե դու ինչքան ցածր ես, ինչքան փոքր ես, ինչքան մեղապարտ իրականում դա կա։ Ոչ, դա միայն հայերին տրված չի, դա տրված է բոլոր լույսի արժեքային համակարգը կրող ազգերին, մարդուն, նույնիսկ ազգ չասեմ, մարդուն։ Դրանք հատուկ նույնիսկ այդ լույսը ունի իր խորհրդանիշը, դու խորհրդանիշով նշան դրեք ինչ ասում, դու նայում ես նշանին ու տեսնում ես, ահա Սոնան կրում է այն խորհրդանիշը, որը իմն է։ Մենք իրար հետ երբեք իրար չենք տեսել, բայց ոնց որ թե հա Սոնա մենք նույն արժանապատվի մեջ ենք։ Այո։ Տեսնում ես ճապոնացու, տեսնում ես նույն խորհրդանիշն է կրում, ասում ես վայ, մենք ոնց որ թե նույն համակարգի մեջ ենք։ Ու այս Հայը Աստվածը, եկեք այտենց որոշենք, որ կա այտենց Հայը Աստված, ինքը բոլոր ժողովուրդներին տվել է այդ չիպը։ Բոլորին։ Դրա համար հեքիաթները, միֆերը, նայում ես խորհրդանիշները, որտեղից որտեղ կրկնվում են, ոնց կարար տենց բան լիներ, կարար։ Որովհետև բոլորն ունեն նույն միսիան, ամբողջ մարդկությունը ունի նույն միսիան՝ բերել մեր երկրագունդը, երկիրը դեպի դրախտային, աստվածային կատարյալ վիճակի, նենց տեղի, որտեղ ապրում են աստվածները։ Շատ լավ, հիմա այդ երկատվությունը որտեղից է առաջանում, այսինքն բոլորը լույսի համար են առաքյալներ, այսպես ասած, բայց
ոմանք դառնում են հակառակ ճամբարում են հայտնվում, Իրա եղբայրը Էնլիլն է։ Հիմա շատ չեմ ուզում այդ շումերական ասեմ, բայց այդ նայեք, սա ոչ այնքի, ոչ հայա, ոչ Էնլիլ չէ։ Ուղղակի եկեք էներգիաներ։ Դրա եղբայրը, երկու եղբայր են, ասում է որ չէ, ես այդ մարդկանց փորձության կենթարկեմ։ Ու գտել է ամեն մեկի համար յուրահատուկ բան, կետ, որի միջոցով լույսը հանգում է։ Որի միջոցով այդ մարդը կամաց մոխրի է դառնում։ Ինքը լիքը փող աշխատում, զբաղված է, ժամանակ չունի, ասում եմ, այդ տուֆտայությունն է, ինքը սկսում է հավատալ կամաց, ու հանկարծ այն լույս տվողները շատ քչանում են, բայց դա էլ է տիեզերքը որոշը, որովհետև ինչքան խավարը շատ է, այնքան լույսը ավելի վառ է երևում։ Այնքան դու ունես տեղ, այնքան քո տղան Տիգրան ջան ունի հնարավորություն դառնալ լուսավոր, կատարյալ հերոս, որովհետև ինքը պայքարելու տեղ ունի։ Ինքը կա թշնամիում դեմ պայքարի, եթե թշնամին չլներ, ինքը հանգիստ դրախտում, կոմֆորտ գոտում, ուղղակի անկապնի սետալ լինել էր հրեշտակ։ Այս պայքարն էլ իր հաճույքը ունի։ Համաձայն եմ, այսինքն այդ հակազդեցությունը, այդ դրականն ու բացասական, ճակերտավոր ասած, լավն ու վատը անհրաժեշտություն են ինքնադրսևորվելու, ինքնակատարելագործվելու եւ լույս դառնալու համար։ Եթե ի սկզբանե լույս ես, դու ճանապարհ չունես անցնելու։ Երբ որ դու խավարի մեջից ես ծնվում որպես լույս, ունես ճանապարհ անցնելու։ Այդ ճանապարհն է, չէ՞։ Այո։ Լավ, Հասմիկ ջան, դու ընթացքում անդրադարձար խորհրդանշաններին, խորհուրդ ունեցող նշաններին, ու հիմա կուզեմ անդրադառնալ մանավանդ որ վերջերս աժոտաժային բան ունեցա, տեղի ունեցավ սոցիալական հարթակներում, երբ որ կիսվել էր բանակի նոր մշակված զինանշանով ու բավականին խնդրահարույց էր հատկապես քարտեզի մասը միջև սրան հասնելը մի հատ թեթև խոսանք խորհրդանշանների մասին, ինչա խորհրդանշանը, ինչ դեր ունի, հատկապես ինքնության առումով ինչ դեր ունի ու նոր գանք մեր արդեն այսօրվա իրականություն։ Գիտեք, այդ խորհրդանշանը ինքնության հետ էլ կապ ունի եւ կապ ունի ընդհանրապես համամարտկային արխետիպերի հետ։ Նույն երազը տեսնում են աշխարհի տարբեր տեղերում ապրող մարդիկ ու նույն ասոցիացիան մոտները լինում։ Օրինակ, չգիտեմ, Աֆրիկայում ապրող մարդ հետ արծիվը տեսնի, թե Չինաստանում, թե Հայաստանում, թե Ամերիկայում, ինքը նույն զգացմունքով արթնանում կամ ձիուն տեսնի, այսինքն դրանք արխետիպեր են, դրանք խորհրդանիշներ են, որոնք ոչ ժամանակի հետ կապ ունեն, ոչ տարածության, ոչ ազգի։ Իրանք ինչ որ էմոցիոնալ բանի հետ կապ ունեն, էմոցիայի, մարդու էմոցիայի, զգայական դաշտի հետ կապ ունեն ընդհանրապես։ Հենց ես չգիտեմ ով է մշակել այդ խորհրդանշական համակարգը, երբ, որ թվին, ինչից ելնելով, բայց դրանք ահավոր հին պատմություն ունեն ու հայտնի չի թե ումա պատկանում այդ խորհրդանիշների համակարգը դա։ Այսինքն, եթե ընտրվում է խորհրդանիշ, դու նայում ես վիզուալ այդ ինչա ու սկսում ես կարդալ։ Դու սկսում ես կարդալ ինչի մասին է այս ամեն ինչը։ Դա քարտեզը։ Մերոնք նենց սիրուն կոդավորում են, դա կոդը, դա պրոյեկտ է, ամեն մի խորհրդանիշը մի պրոյեկտ է։ Գաղտնա լեզու է, գաղտնագրությունը, որը ով այդ լեզուն գիտի, կարդում է ու հասկանում, ով չգիտի, ընդհանրապես սիրուն նկար է։ Ինքը չի հասկանում։ Սրանք ոնց որ տենց Բայց չի հասկանումը ենթագիտակցության հետ աշխատում է։ Ենթագիտակցության հետ միշտ աշխատում։ Դու նայում ես ու ասում ես, այսինչ սիրուն կարպետ է։ Մյուսը նայում է, սկսում է այդ կարպետը կարդալ։ Այս է տարբերությունը։ Բոլոր սիմվոլները ասիր նույն զգացողությունն է առաջացնում մարդու մոտ, օրինակ արծիվը Աֆրիկայում էլ է նույն զգացողությունն առաջացնում, չգիտեմ, հայկական աշխարհում էլ ու ամբողջ հեքիաթներն են այդ սիմվոլիկ լեզվով։ Հա, ուրիշ հարց եմ ուզում տամ։ Արդյոք դա ինչքանով է օբյեկտիվ, նկատի ունեմ օրինակ կարա լինի ինչ-որ սիմվոլ, որը տարբեր զգացողություն, այսինքն իմաստը ոչ թե ինքը գեներացնի, այլ մարդը իմաստ տա դրան, ու տարբեր տեղերում տարբեր իմաստներ տան։ Իհարկե, օրինակ վիշապը, օրինակ այծը, օրինակ էշը, կան խորհրդանիշներ, որոնք ամեն մարդ այդ սիտուացիայում մի իմաստ է դնում վրան։ Օրինակ էշը ված խորհրդանիշ է, բայց մեն էշ ասում չես ինձ վիրավորում, չէ՞, դու էշ ես, հա, վիրավորումը ինձ ասիր էշ, բայց արի ու տես, որ Քրիստոսը էշով եկավ այս աշխարհ ու այս աշխարհից էշով գնաց իր վահանը, հա, որ ասում են այդ ինչով ինքը եկավ այս աշխարհ։
Մարիամ Աստվածածին ասենց արխետիպա հղի նստած է էշին վիճակ նստել վրիշուն վիճակի փեշերն են նխշուն ինչ ենք էշով գալիս հղիկի նկամ այդ Մարիամը խիա գալիս էշով Դա էշով արահետներ են չէ բացել Բա իհարկե հա բայց ամենքը հին աշխարհն է քանդում Քրիստոսը էշով մտավ Երուսաղեմ ու ինչ արեց տաճարի մոտ ամեն ինչ սկսեց քանդել 3 օր հետո իրան խաչեցին Ուզում եմ ասեմ դրանք նայած որ կողմից նայեսնա հենց խորհրդանիշներ կան օրինակ վիշապը ինքը լավ խորհրդանիշ է թե վատ եթե վատ խորհրդանիշ է ինչ ենք մենք վիշապ տուա քարեր ունեցել վիշապի պաշտամունք այս ինչ ինքը ինչքան չարա այնքան էլ բարի է ինչքան բարի է այնքան էլ չարա կան այդպես խորհրդանիշներ լավ շատ կերկարի մեր խոսակցությունը եթե մենք դրանից խոսանք բայց ընդհանրապես խորհրդանիշի մեջ դու դնում ես իմաստ հաստատ ով որ խորհրդանիշը ստեղծում է ինքը դրա մեջ դնում է իմաստ մեծ գաղափար խորհուրդ մեծ եւ սքանչելի Շատ լավ Հիմա գանք մեր բանակի զինանշանի խորհրդին ինչ խորհրդա մեջը դրված այս նոր զինանշանի Ես այդքանը չի ասել որ նոր զինանշան է որովհետեւ այդ նույն հին զինանշանը մի քիչ ոնց որ անիմացիա, հա, ասած փակեր, հիմա բերանը բացեց, բայց նույն արծիվն է։ Եթե վերցնենք այս արծվի խորհրդանիշը, ընդհանրապես բոլորի մոտ, մեր մոտ առավել եւս դա տիեզերական թռչունն է, տիեզերական հավք, ասենց մի թռչուն կա, որը այ իրա ձվից առարվել է տիեզերքը։ Պատկերացնում եք, իրա ձվից ծնվել են աստվածներ, այսինքն առասպելներ մենք ունենք տիեզերական հավքի մասին, այդ արծվի մասին։ Ու այդ արծիվը զորության իհարկե հզոր ինքը գերագույն աստվածներն են գալիս տենց հին նախաքրիստոնեական ժամանակաշրջանում արծվակերպ էին նույն Արամազդը նույն մի խոսքով այս հզոր արծիվը ինքը համարվում է հովանավոր հեքիաթներում ոնց է դրսևորվում այս արծիվը ինքը ինչ որ մի ծառի վրա ունի բուն բնում 3 ձակ շատ հիշացնմակակվին, բայց իհարկե տիեզերական հավքի մոդելն է սա, ու ինքը այդ իր ձակերին չի կարողանում պաշտպանի։ Ամեն ինչ ամբողջ աշխարհը կարողանում, ինքը շատ զորավոր է, բայց իր ձակերին չի կարողանում պաշտպանի։ Մեծ խնդրեմ ունի։ Ամեն անգամ այդ ձակերին ուտում է ինչ որ վիշապ, ու հանկարծ հայտնվում է մի հերոս, արև հերոս, ով որ սպանում է այդ վիշապին, ու այս թռչունը գալիս է, տեսնում է, որ ձակերը փրկված են, ու սկսում է հովանավորել, այդ թևերը բացում է ու հովանավորում է այս հերոսին։ Այս տիեզերական արծիվը ունի շատ հետաքրքիր առասպել։ Ինքը պաշտպանում է ամբողջ մոլորակը, ամբողջ աշխարհը արևի կիզիչ ճառագայթներից։ Երբ որ արևը պիտի արդեն ծագի, արծիվը թևերը sense բացում է ու ամբողջ աշխարհին հովանում, հովանավորն ամբողջ աշխարհի թևերը բացում է, ինքն էլ արևը։ Գիտեք, եթե այս խորհրդանիշի մասին մի բառով ասենք, որ երկար մի բառով արեգակ։ Եթե 2 բառով ասենք, արեգակ նարդար։ Այս խորհրդանիշը ամբողջ կետերով կպնում է արևի հետ ու իր ֆոնին արևը։ Արծիվը արևի խորհրդանիշն է։ Իր հովանավոր ինքը պահում է իր գլուխը հենց արևը։ Այն վահանը արևա, խաչը արևա, թուրը արևա, դրանք բոլորը արեգակի խորհրդանիշներն են։ Ութաթև աստղը արևա, մեջտեղի սերմը արևա են, էլ ինչ արևա։ Մեջտեղի փոքր քառակուսի։ Այդ փոքր քառակուսի, թեքած քառակուսի։ Տեսեք, այդ քառակուսին դուք կտեսնեք բոլոր մեր կարպետների ուղիղ կենտրոնում։ Այսինքն դա սերմն է։ Դա սերմն է։ Ու ամենագլխավոր խորհրդանիշը, որ մեր մշակույթը մի բառով ասեն, ինչի մասին է, հայը ինչի մասին ընդհանրապես լույսի սերմի փոխանցման ամբողջ համակարգը միայն խնդիր ունի այդ լույսի սերմը փոխանցի սերմն ամենակարևորը ավելին ասեմ ինչա սերմը սեր մ թարգմանաբար եթե ռուսերեն ասենք частица любви կամ բան մ էլի մի հատ սեր մ պագիկ մ չէ ասենք ման Այդ սիրո, այդ լույսի, այդ ամենապուճուրիկ սերմը պարզվում աշխարհի ամենակարևոր ու ամենամեծ, ամենահզոր բանն է։ Ու այս ամբողջ բանակի կենտրոնում, որ նայեք այդ ամբողջ այդ խորհրդանիշի հենց կենտրոնում դրված է սերմը։ Ութաթև աստղը, այդ ութաթևը, որ այդքան ասում են քառակուսին մեջ, ժողովուրդ, բոլոր տները մինչև մի 100 տարի առաջ ունեին այդ քառակուսու մեջ, բոլորը, դա մեր հազարաշեններ, հայոց տան տանիքը
քառակուսին քառակուսու մեջ է, դա հազարաշենի խորհրդանիշն է, որը տիեզերքի արևի խորհրդանիշն է էլի։ Ու ընդհանրապես հայկական գմբեթներն են կար, ինքը շինարարական մոդել է, որը գմբեթն է, իրանից գալիս է լույսը, երթիկը։ Ու որ դու նայում ես, ասենց ոնց որ մի հատ քառակուսին քառակուսու մեջ մեջտեղից լույս է գալիս, ասենց այդ արևն է։ Ուր է գալիս ուղիղ թոնդրի մեջ։ Իսկ այդ թոնդրումով է ծնվում հացը։ Հացն ինչ է, Աստված։ Այսինքն եթե նայում ենք մեր հենց կենտրոնական բանը, որ ես տեսնում, այդտեղ տեսնում հազարաշեն սերմ, այսինքն ամբողջ համակարգը սերմի համար է աշխատում։ Երանի չէր, երանի տենց լիներ։ Եթե տենց է ստացվում, ուրեմն մեր բանակի նպատակը մեր երեխեն է։ Իմ ու քո տղան է։ Այսինքն ինք ոչ թե մեր տղային օգտագործում են ինչի համար, այլ բոլորը օգտագործվում են, որ մեր տղեն լինի շատ ուժեղ։ Ու ամեն մի հայ կերազի, որ իր երեխան գնա այն բանակը, այն կառույցը, որտեղ ինքը տղամարդ դառած վերադառնալու է, որտեղ համակարգը աշխատում է հենց այս տղու համար, մեր երեխեքի համար։ Ավելի ուրախացա, երբ որ աղջիկներ տեսա, համ տղաների, համ աղջիկների համար։ Չնայած աղջիկների բանակը մի քիչ ուրիշ է, բայց ոչինչ։ Հենց որ ինքը շատ լավ խորհրդանիշ է, շատ։ Հələ տեսնենք, այսինքն եթե մի բառով ասեցինք դա արեգակն է, իսկ ինչի արդար, որովհետև լույսի համար է դա ընդհանրապես մեր մոտ արևի խորհրդանիշը նաև լույսն է, լուսավորություն է բերում։ Այո, գրել էին այս մահմեդական լույսեր աստծո, ասենք թե արաբները օգտագործել են լուսնային։ Մահմեդականի խնդիր չկա։ Հիմնականում օբյեկտիվ քննադատությունը, որ ես հանդիպել եմ, այդ քարտեզի հետ է կապված, որ դրոշ այդ կամարի վրա, դրոշ խորհրդանշող կամարի վրա քարտեզը դրած է։ Այդ մասով մի հատ հասկանում։ Ես այնքան ուրախացել եմ այդ խորհրդանիշը, որ տեսել եմ, որ սկզբից քարտեզը չէի նկատել, հետո տեսա։ Նախ ընդհանրապես խորհրդանիշները չեն նկարվում ինչ որ մի ժամանակի համար, ոչ էլ տարածության համար։ Խորհրդանիշները անժամանակ են աշխատում եւ առանց տարածություն։ Այսինքն իրանք հավերժությունից եկող բաներ են։ Այդ խորհրդանիշի մեջ դնել քարտեզ, ինձ թվում է սխալ է։ Ընդհանրապես քարտեզ դնելը ինչ որ սխալ է, որովհետև քարտեզ ամեն վայրկյան փոխվում են քարտեզներն ու տարածքները։ Այսօր այսքան է, վաղը այնքան է, մյուս օր այսքան է, մյուս օր անընդհատ փոփոխվում է ու քարտեզը դնել խորհրդանիշի մեջ կարծում եմ սխալ է։ Բայց ես ինչ եմ տեսնում, որովհետև վիզուալ ինչ որ պատկեր պետք է տեսնենք ու մենք մեզ պետք է տրամադրենք, որ սա հրաշալի է։ Մենք պետք է մեզ ասոցացնենք այս խորհրդանիշի հետ, այդ հզոր արծվի ու այդ բանակի հետ։ Մենք պիտի դառնանք բանակի անբաժան մասը։ Ինչի պետք է դառնանք, որովհետև հայոց բանակը բացարձակ արժեք է։ Այսինքն թողեմ, հետո կասեմ ինչի։ Դա հաստատ է տենց է։ Դա բացարձակ արժեք է։ Ու մեզանից ամեն մեկը պիտի դառնա հայոց բանակի անբաժան մաս, անկախ նրանից որտեղ է գտնվում, անկախ տարիքից, անկախ սեռից։ Այս մի րոպե դնենք կողքի, էլի վերադառնանք մեր խորհրդանիշին։ Այս հայոց բանակի ծրագիրը, պրոյեկտը շատ վաղուց վանից է գալիս ու հիմա մենք այդ պրոյեկտի շարունակողներն ենք։ Ինքը շատ մեծ է, մեր երկիրը, որ ասում ենք երկիր, դա երկիր մոլորակն է։ Ու մեր պրոյեկտը այնքան մեծ է մեր ժառանգությունը, որ ազգային չի, ինքը համազգային է, ինքը ցիվիլիզացիոն է, համամարտկային է, ինքը, չգիտեմ, քաղաքակրթական ամենահզոր բանն է, որ մենք գործ ունենք անելու աշխարհի քաղաքակրթությունների հետ։ Ու մենք այս զինանշանը պիտի հենց այդպես նայենք, այսինքն ինքը շատ մեծ համամարտկային խորհրդանիշ է։ Ինչն է այդտեղ, դա օրինակ ես ինչ եմ տեսնում այդտեղ համամարտկային խորհրդանիշ։ Արծիվի թևերը որ բաց են, իր այս կամարը, շաման ինչի ոչ մեկ այդ կամարը չի տեսնում, ու դրոշն է հայոց։ Կամար նշանակում է երկնակամար։ Երկնակամարը ամբողջ աշխարհն է կամարի տակ։ Հիմա մեր մոլորակը որտեղ է լինես, կտեսնես, որ կամարի մեջ ես դու գտնվում։ Ու այդ խորհրդանիշի մեջ ես տեսնում եմ, որ հայկականությունը ամբողջ մոլորակով մեկ տարածված է։ Երկնակամարն է հայոց դրոշով։ Всё, ես սա եմ տեսնում։ Հայաստանի քարտեզը մեջտեղ, եկեք լավատեսորեն նայենք էլի, տեսնենք, ասենք ինչ գաղափար են դրել այդտեղ։ Կարող է պատահի հենց այդ կամարի սիրտն է։ Ճարտարապետները կիմանան եւ դա հայտնի բան է, որ կամարի հենց մեջտեղը կա մի փոքրիկ քար։ Չասենք սա Հայաստանի քարտեզն, ասենք սա Հայաստանից մի փոքրիկ կտոր քար է, գլուխ է։ Սնատ գլուխ, կամարի գլուխն է, որ հենց այդ քարիկը դնում ես այդ կառույցի մեջ, կամարը պահում է ու կամարը ստացվում։ Այ
այո, Հայաստանի աշխարհագրական դիրքը հենց մոլորակի ուղիղ այն կետում է, որը այս կողմը Եվրոպան է, այն կողմը Ասիան է։ Ինքը կամարի գլուխն է։ Ու այդ քարտեզը եկեք նկարենք ոչ թե sense քարտեզ, եթե այդքան ինքը մեզ խանգարում, այլ որպես կամարի գլխավոր քար։ Ուշադիրն այն գլուխը։ Շատ լավ։ Այսինքն մենք փորձենք դրական տրամադրվենք, թեկուզ եւ ոչ մեզ այդքան հոգեարազատ սիմվոլի նկատմամբ, ոչ թե սիմվոլի, այլ սիմվոլի մեջ ինչ որ մի բան, ավելորդ բան դնելու նկատմամբ, ամեն դեպքում տրամադրվածությունը իրան էներգիա է հաղորդելու։ Միանշանակ մենք նույնիսկ պետք է շատ լավ էներգիա հաղորդենք այն ինչը որ դրված է։ Ժողովուրդ մենք ունենք հիմա այս փոքրի։ Այսօր, չեմ, երեք ունենք ուրիշ, այսօր ունենք այս, վաղը կունենանք ուրիշ։ Այսօր ավելի ուրիշ։ Մենք պետք է այս ինչ որ ունենք, նախ այդտեղ պետք չէր դնել, նորից եմ ասում, որովհետև ինքը խորհրդանիշը, սա մեր այսօրվա կառավարության քաղաքականության դրսևորումն է, որը էլի մի վտանգավոր մի բան կա, որ խորհրդանիշը պետք չի կապել ոչ քաղաքականության հետ, ոչ կուսակցության հետ, ոչ առավել եւս անձի հետ։ Խորհրդանիշը համամարտկային է, գոնե համազգային է ու երկարաժամկետ հնարավորինս երկարաժամկետ մենք պետք է ենթադրենք, որ այս խորհրդանիշը մենք ունեցել ենք հազարավոր տարիներ։ Բան չի փոխվել, դա մեր խորհրդանիշն է, մեր համակարգն է արեգակնային ու մեր նպատակն է։ Մեր նպատակն է մեր ուժեղ զինվորը, մեր զորավոր զորքը, որը բաղկացած է այդ գիտեք ինչն է հայոց բանակը։ Այդ եկեք sense մեծ տառերով գրենք բան ակ։ Ես շատ կուզենայի, որ չլներ օրինակ զինված ուժերը, լիներ բանակ հենց։ Ինչի որովհետև ի սկզբանե էր բանը եւ բանն էր առաստված եւ Աստված էր բանը։ Եթե բառացի նայում եք ինչ բան է հայոց բանակ, նշանակում է Աստծո բանի, որը Աստված էր բանը, բանի ակը, ակունքը, աչքը, էլ ինչ կա, պտտող ուժը, ակը։ Եվ հայոց բանակ կապվում է աստվածային ակունքի հետ։ Աստվածային ակունք դուք պատկերացնում եք ինչ մասշտաբի մասին է։ Божественный источник ռուսերեն։ Այդ աստվածային ակունքը ոնց կարելի է բերել, փոքրիկացնել, ինչ որ սարքել կուսակցական վեճի առարկան, ինչ որ այսօր է կատարվում։ Պետք է արագ վերջ տալ այս խոսույթին, արագ վերջ տալ ու գիշեր ցերեկ ասել փառք մեր հայոց բանակին, որովհետև դա մեր բանականությունն է, մեր բանաձևերի վրա կառուցված։ Ու իրա պատերազմն է, լույսի պատերազմ, խավարի դեմ։ Եվ հայտարարում եմ պատերազմ խավարի դեմ, հենց այս վարքյանին, Տիգրան ջան։ Ձեզ էլ կոչ եմ անում, ժողովուրդ, եկեք այս արժեհամակարգի մասին մենք շատ խոսանք, մենք մեզ ճանաչենք։ Այս հաղորդումն էլ հոյակապ է, ողջունելի է, որ լուսավորվենք իրար հետ լույս տանք, մենք լույս տվող ժողովուրդ ենք միշտեղ է, այդ է մեր առաքելությունը։ Այո, փառք հայոց բանակին ու Հասմիկ ջան, ուզում եմ մի քիչ էլ խոսես, մենք միջև մեր զրույցը խոսեցինք խորհրդանիշերի մասին, հաղորդաշար սկսելու մասին։ Ուզում եմ նախագծի մասին էլ խոսես, որովհետև շատ ուղիղ կապ ունի այս թեմայի հետ։ Մեծ սիրով մենք մի տարի, 2 տարի առաջ մի հաղորդաշար 12 հաղորդումից բաղկացած սկսեցինք, կոչվում էր դրախտը, հեքիաթներ ենք բացում, բայց ես արագ հասկացա, որ դեռ պարզ խորհրդանիշների մասին պետք է խոսալ, շատ պարզ, օրինակ թեմա վերցենք ձի, ովքեր են հայոց ձիերը, այդ կավալի Արմեն, ովքեր, այդ ինչ խորհրդանիշ։ Այբենարանն է։ Այբենարանը դեռ պետք է իմանալ, որովհետև հեքիաթը գրված է ըստ այդ Այբենարանի, դու առանձին խորհրդանիշ պետք չվերցնես, այլ ամբողջ կոնտեքստի մեջ պետք է նայես այդ խորհրդանիշը։ Ոնց որ ես ասի այդ լույսի սերմը մեջտեղն է դրած։ Ու թաթևը, հազարաշենը դրած է իրան վահանը որպես բապ։ Այդ թուրը գժվելիք, թուրը այդ համ հավլունի թուրը, համ թուր կեցակի է այդ հավքն է բերում։ Դա միայն այն ժամանակ աշխատում, եթե դու քո պատերազմը արդար է։ Եթե արդար չի, հավլունը քեզ երբեք այդ թուրը չի տա։ Պետք է հայելել։ Տիգրան, դու նայում ես այդ արծիվի վրա, դու պետք է տեսնես, որ դու ես այդ արծիվը, ինքը քեզ է տալիս այդ թուրը, ու դու իր հետ խոսում ես, ասում ես՝ «Տուր ինձ խաչ պատերազմի, տուր ինձ խաչ պատարագի»։ Ես արդարության պատերազմ եմ սկսում։ Լույսը բացվել է, արևը, ես արևի պատերազմը սկսում եմ։ Այսօր թուրս պատվով պետք է դնեմ պայծառ, որովհետև ես հաղթեցի այսօր։ Հաղթանակի խաչն է, թուրն է, այսինքն ամբողջ ոչ թե մի հատ խորհրդանիշ բռնում ես ու քլնգում ես, տենց չի աշխատում, այլ նայում ես ամբողջ կոնտեքստը։ Այդ առումով մի հաղորդաշար կուզենանք սկսենք, կուզենամ սկսեմ, sense, ես չասեմ, որովհետև
մենակ բան չի ստացվում, մի փոքրիկ թիմով, որը շուտով հուսամ կսկսենք դա անել, որ կպատմենք տարբեր խորհրդանիշների մասին։ Ինչքան կտևի չգիտեմ, բայց գոնե 4 հաղորդում մենք դա կնկարահանենք եւ վստահաբար կունենանք աջակիցներ, որ շարունակենք այդ պրոյեկտը։ Որովհետեւ գիտեք, այդ խորհրդանիշների մասին պետք է շատ բարձր մակարդակով խոսալ։ Կարող եմ sense հեռախոսը դեմս դնեմ, ինքս ինձ նկարեմ, sense խոսամ, բայց դա շատ ցածր մակարդակ է։ Այսօր մեր ժողովրդին այդ ոնց ասեմ, այդ բրիլյանտը պետք է շատ սիրուն բանի մեջ դրված տրվի։ Որ հասանելի դառնա, որ հասանելի դառնա, ընկալելի դառնա, որ դառնա մերը, որ ասենք ինչ լավ է, որ մենք սրա մի մասն ենք, որովհետեւ մենք դրա մի մասն ենք, ուղղակի աղբի մեջ ենք գցել այդ ամեն ինչը։ Շատ լավ, այս հաղորդաշարին ձեր սկսվող հաղորդաշարին հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ առաջ։ Կուզեմ խոսանք գլոբալիզացիա երևույթի մասին, որը մարդկության ստեղծման օրվանից կա այդ գլոբալիզացիան։ Անդադ ինչ որ կայսրությունները ուզում են բոլորին sense գլոբալիզացնեն, իրար մեջ ներառեն, բայց կա իմ կարծիքով ու տարբեր մասնագետներ էլ այդ ոլորտի մեջ խորացած մարդիկ էլ կա երկու մոտեցում գլոբալիզացիայի։ Մեկը ինա, որ մեր բազմազանությունը, համամարտկային տարբեր ազգերի, ժողովուրդների բազմազանությունը համադրվում է, մեկտեղվում է, էլի գլոբալիզացիայի մի տարբերակ, եւ երկրորդ գլոբալիզացիայի տարբերակ, որ բոլորը համահարթեցվում են, այսինքն նույն վիճակին են բերվում, բոլորը նույնն են, բոլորը նույն դեմքն ունեն, նույն հագուստն ունեն եւ այլ։ Այս համահարթեցման մոտեցումը։ Այս առումով ինչ եք տեսնում այսօրվա վիճակում, ոնց է, որ կոպիտ ասած, որ տարբերակն է ավելի ուժեղ այսօր։ Մենք մեր մոդելն ունենք։ Ես ասեմ ես, նայեք հայկականության ուժեղ կետերը մի հատ հիշենք իր պատմականը ու այդ պատմական ալգորիթմի մեջ կհասկանանք մեր մոդելը հայկականության այսօր որն է։ Կա Արատտայի թագավորություն։ Ինչ որ թագավորություն է չի, Արատտա ոնց որ միություն է եղել, ոնց որ կոնսոլին ֆեդերացիա է եղել, որտեղ տարբեր պետություններ եկել են, այնտեղ թագադրվել են ու իր հետ խորհրդ են նստել, ինչ որ մի հատ ֆեդերացիա եղել Արատտա։ Այս մեր լեռնաշխարհում է դա եղել։ Եկեք չասենք հայերն են, այդպես բան հանկարծ չասենք, բայց ասենք լեռնաշխարհը, որովհետև հողը ինքը արտադրում է յուրահատուկ ալիքներ։ Դու ստեղ ես ապրում, դու դրա կրողն ես դառնում։ Դու այդ ջրից ես խմել։ Դրանից հետո, այսինքն աշխարհին տալիս է այդ ֆեդերացիայի մոդելը։ Տեսնում եք, այդ ֆեդերացիան չի աշխատում։ Հայտնում է Վանի թագավորությունը, առաջի թագավորությունը։ Եկեք խոստով անենք, որ այդ ուրարտական այդ Վանի թագավորությունը չասենք, առաջիններից մեկն էր։ Մեր տարածաշրջանում։ Մեր տարածաշրջանում մերն էր, ես բանեցի։ Մերն էր, մենք տալիս ենք աշխարհին թագավորական մոդել։ Եկեք ասենք 1000 թագավորություն է եղել, դրանցից մեկն է Վանի թագավորությունը։ Մենք տվեցինք մոդել թագավորական կառավարման։ Ինչ ասես ունեցել ենք բացի կայսերականից, հա։ Էդ էլ չաշխատեց։ Մեկ էլ հանկարծ ասում ենք, չէ, այդ կայսրությունների խառախշտիկ ժամանակ մենք տալիս ենք մոդել նոր քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Գաղափար ենք տալի աշխարհին քրիստոնեություն։ Եվ էլի առաջինը էլի այս լեռնաշխարհից գոնե մեզանից այդքանը կարող ենք թույլ են տալիս այդքան ասենք առաջի քրիստոնյա պետությունը։ Ես կասեի առաջի ֆեդերացիան Արատտա, առաջի թագավորությունը Վանի թագավորություն, առաջի քրիստոնյաները էլի մենք ենք ու հանկարծ 1773 թվին չգիտեմ, եթե սխալվում եմ, թող ինձ ներեն կամ շտկեն, մենք գրում ենք առաջի, Շահամիր Շահամիրյանը Հնդկաստանի հետ եղբայրության հետ գրում է առաջի սահմանադրությունը հանրապետության առաջի մոդելը հանրապետական ընդհանրապես ինչ պետք է լինի այդ հանրապետությունը ինչ է Իրանից ներկայացնում մշակվում է մեր կողմից մեր եղբայրության մեր հայերի կողմից անցավ 300 տարի այդ հանրապետություններն էլ առանձնապես լավ չեն աշխատում ստեղծվեցին կան Հայաստանի հանրապետությունն էլ կա ու լիքը հանրապետ, բայց լավ չէ, այդքան լավ չէ։ Հիմա գլոբալիզացիայի ծրագիրն է գալի։ Ինձ թվում է այդ էլ ենք մենք գրելու։ Խելքի տան գրենք։ Հայի մոդելով այդ գլոբալիզացիան, տեսեք ինչ հետաքրքիր է, եթե բոլորը իրար նման իրար հավասար լինեն, ում է այդ պետք մի հատ ահավոր մեծ ուժի, որը բոլորին կառավարում է։ Դեմք չկա, լավ, այդ դրանք ում են պետք այդ զանգվածը Սրա որ չեն ասում ընտրազանգված քիչ ամնում մեռնեմ։ Այդ զանգված բառը չեմ սիրում ես, որովհետև դու ոչ թե անհատ ես
հոգի, չէ, դու զանգված ես մասսա ես։ Այդ բիոմասան կառավարվում է մի ահավոր մեծ ուժի։ Դրա անունն է վիշապ։ Իրան պետք է այդ զանգվածը խելոք, հնազանդ, կերը տվեցին սուսուփուս, ամեն ինչ լավ է, մենք դրան հաղթելու ենք։ Ոնց, այդ վիշապին սպանելով լիքը տարբեր դեմքերով իրար հետ ներդաշնակ, իրար հետ լեզու գտած, ինչ որ մի համակարգ է ստեղծվելու։ Ես չգիտեմ ոնց, ինչ, բայց դրա մասին է պետք մտածել ամեն մի ազգ, ամեն մեկը, ամեն մի անհատ իր տեղը պետք է ունենա այս աշխարհում։ Ես կարծում եմ այդ է լինելու։ Թե ոնց ենք այդ լուսավորելով անելու, արդեն պետք է մենք մեր հայոց բանակը պետք է մտածի։ Բանակ մեծ իմաստով նորից։ Այն ուժը, որ կա ու մենք պետք է լինենք շատ ուժեղ, դա միանշանակ է։ Այսօր կարող է մենք մոլորակի լավագույն բանակը չենք, բայց մենք պետք է ամբողջ մեր ներդրումը դնենք բանակի կոնցեպցիան փոխելով։ Զենքը զենք, ամենաժամանակակից, ամենամեծ խելքերը պետք է դնենք, որ այս գրիչն լինի փոքր զենք։ Քայլող զենքեր լինենք ամեն մեկս, վտանգ ներկայացնենք, որովհետև անհասկանալի տեղից լույսը թռնելու։ Երբ որ բոլոր իրար նման են, զանգվածը, այդ զանգվածը մոխրագույն է, մեմք չունի, բա որ մնաց լույսը։ Այսինքն այդ բազմազան տարբեր մտքեր, գաղափարներ, տարբեր մոտեցումներ ունեցող միավորները պետքա մեկտեղվեն։ Այդ մեկտեղման, համադրման գլոբալիզացիան պիտի առաջ գնա։ Մի հատ sense հետաքրքիր օրինակ հիշեցի մեր նախորդ զրույցներում, երբ որ խոսում ենք քաղաքակրթությունների մասին, Արեգներ Թադևոսյան, որ Հնդկաստանի մոդելը ներկայացրեց, Հնդկաստանում ինչքան բազմազանություններ կան, այդ բազմազանությունները ինչ որ մեխանիզմներով մեկտեղված են մեկ համակարգի մեջ։ Կարծում եմ կարելի է նաև սովորել ուրիշներից, հաշվի առնել փորձը, մեր նախորդ ունեցած փորձերն էլ հաշվի առնելով այդ հաստատ ընդհանրապես համակարգելը մենք այսքան շատ ծրագրավորողներ ունենք մեր ուղեղը համակարգող տեսեք համակարգվածա էլի ես իմ անկյունից նայեմ հա համակարգվածա արժե համակարգի շուրջ արժեքների համակարգ կա այս արժեքների մեջ շատ կարևոր արժեք է սերը ու փող հասկացողությունը, որ մարդիկ իրար հասկանում են, իրար հետ բացարձակ համաձայն չեն, բայց այդ չի դառնում թշնամանք։ Ընդհակառակը այդ սեր կա մեջտեղը, մենք համաձայն չենք իրար հետ, բայց կա մի հատ սեր, կա աստվածային լույս, որին երկուսս է ծառայում ենք, ու երկուսով մենք մեր տարբեր ծրագրերով այս սերին ենք ծառայում։ Այդ մեր հանրապետության ընդհանրապես մոդելը պետք է լինի, որովհետև երկրորդ բացարձակ արժեքն է հայց պետությունը։ Մենք պետականաստեղծ, մենք շինարար ժողովուրդ ենք, մենք ստեղծող ենք, մենք ճարտարապետ ենք ու այսինքն հայկականության արժեքի մեջ ամենամեծ արժեքներից մեկն է տուն շինելն է, այդ հազարաշենն է։ Ինչի մի հատ տուն, չի մի հատ քառակուսի չի ու հազարաշենը, որովհետև 1000 հատ մտքեր պետք է իրար հետ գան ու ստեղծվի այս շինարարական մոդելը հազարաշեն։ Շատ լավ, Հասմիկ ջան, առանքում կրոնի թեմային անդրադարձար քրիստոնեության որպես մոդել աշխարհին առաջարկող հայկական լեռնաշխարհը, հայկականությունը, այսօր ոնց է քրիստոնեության մոդելը աշխարհում եւ Հայաստանում ու ինչ մարտահրավերներ կան, մեր եկեղեցին ինչ վիճակում է։ Մարտահրավերները շատ մեծ են, ոչ միայն մեր եկեղեցու վրա, ոչ միայն քրիստոնեության վրա, այլ ինձ թվում աշխարհի բոլոր կրոնների վրա, որովհետև էլի գլոբալիզացիայի ծրագրով ոչ մի կրոնը պետքա չլինի։ Ոնց որ կրոնի ժամանակաշրջանը անցավ, պետքա լինի մի հավատամք, թե շատ կոպիտ վատ ասենք գալիս արհեստական բանականության ժամանակաշրջան, ինչ հավատամք կա նյութական աշխարհ, մեկին գումարած 1 հավասար 2։ Այստեղ հրաշք, կրոն, բան, տենց խոսակցություններ պետք չի լինի։ Ու գալիս է սով, հավատամքի սով, ինչի պետք է մենք հավատանք, հա։ Կրիզիսը գլոբալ է, բանը եկեղեցական ամբողջ աշխարհում եկեղեցական կրիզիսը շատ գլոբալ է։ Բայց մեր եկեղեցին էլի հարատևելու է, որովհետև էլի իր հիմքում սերն է։ Այդ քրիստոնեությունն էլ ինչ էր Քրիստոսը, սեր էր։ Այս պետքա այդ ոնց որ կարմիր գծով գնա ու մարդիկ պետքա միավորվեն, այդ մերան դառնան, հա, մերան դառնան հենց այդ նոր գաղափարի, նոր հավատամքի շուրջ,
որի հիմքում էլի մենք գործ ունենք անելու։ Մեր եկեղեցին օծված է։ Մենք շատ հին ժամանակներից բերում ենք կարևոր արժեհամակարգ։ Եկեք հանենք մեր արժեհամակարգը, այսինքն ոտի, մենք հասկանանք այդ լույսի բանակը ինչ է իրանից ներկայացնում։ Ու տեսեք ոնց է մեր շուրջ սկսվում ինչ որ մի հատ կարևոր պտույտ արժեհամակարգային, որովհետև այդ սերը Հայաստանում կա։ Ով դրսում շատ եղել է, կտեսնի, որ այնտեղ ավելի մեծ է այդ գրի։ Մենք ինչքան էլ ասենք մեր եկեղեցուն քարկոծենք, վայ, ոյ, լավ չի, բայց բոլորս էլ ինչ որ հավատամք ունենք։ Գոնե մեր ընտանիքին, մեզ, ինչքան էլ ինչ մանավանդ քրիտիկական ժամանակաշրջանում բոլորս միավորվում ենք, չնայած շատ տարակարծիք ենք, բայց ես շատ լավ կարծիք ունեմ ժողովրդի հանդեպ։ Հա, մեր մեջ համաձայն եմ, այդ սերը շատ բարձր մակարդակով կա, ցավոք սրտի մենակ ճգնաժամային իրավիճակներում է սուր դրսևորվում, շատ հոգատարություն, միմյանց հանդեպ ցավ տանել, ցավը տանել, ցավը կիսել, ու պետք է նաև սովորել սովորական առօրյա իրավիճակում այդ ամեն ինչը դրսևորել։ Դրանունը սեր չի, դրանունը հարգանք է։ Դա ուրիշ մի բան է։ Այն ինչ որ օրինակ Եվրոպայում կա, կարող է սեր չկա, բայց կա հարգանք։ Մարդիկ իրար լսելու ունակ են։ Մենք ինչ որ իրար լսելու ունակ չենք։ Մի քիչ զգում ենք, որ ոնց որ թենես չի, գնաց ցեխը, դու տական քեզ, վերջ, աշխարհի վերջն, այսինքն ինչ որ միջին բան գոյություն չունի, դա կոչվում է հարգանք։ Եթե ես հարգում եմ դիմացինին, աղբը չեմ գցի, օրինակ, գետին։ Այդ հարգանքի ահա որ մեծ դեֆիցիտ կա ու աշխատանք ունենք անելու։ Մեկս մյուսից էլեմենտար հարգենք։ Սովորենք հարգանքը։ Լավ, Հասմիկ ջան, գիտեմ, որ բավականին հաճախ լինում ես տարբեր գաղթօջախներում, հայկական Սփյուռքում, այսօր Սփյուռքի առումով ինչ վիճակ ունենք, շփումներից ելնելով ինչ կասես, ու նաև խոսեցիր համաշխարհային հայկականության մասին, մենք կարող ենք դառնալ որպես միավոր համաշխարհային հայկականություն, այսինքն քաղաքակրթություն։ Մենք պարտավոր ունենք այդ ներուժը Սփյուռքում եւ այստեղ։ Այ նայեք, Սփյուռքը իրականում համենայն դեպս այն մարդկանց հետ ում հետ ես հասցրել եմ շփվել, արտակարգ սիրում են Հայաստանը, արտակարգ կապված են մեր երկրի հետ եւ մեծ խնդիր կա հայապահպանման ծրագրի խնդիր կա։ Առաջ դա անում էր մեր եկեղեցին շատ լավ։ Այսօր էլի անում է մեր եկեղեցին, բայց ներուժի կարիք կա, որտեղ մարտահրավերները շատ մեծացել են։ Այսօրվա երեխեն դեռ մենք լեզու չեք գտե այդ երախու հետ, որ օրինակ Ամերիկայի հայը ինքը այդքան կապնված լինի հայկական արժեհամակարգի հետ։ Մենք դեռ այդ կամուրջները այտենց լավ ստեղծված չեն, խալխուլ են։ Մենք շատ գործ ունենք այդ առումով անելու, որ բոլոր հայերի համար Հայաստանը լինի իրանց երկիրը, իրանց տունը, իրանց տեղ զգան կապ ունենան Հայաստանի հետ։ Այսօր այդ կապը այդքան է լավ վիճակում չի ու շատ մեծ գործ կա այդ առումով անելու, դա հաստատ։ Բայց մեր Սփյուռքի վիճակը բոլորը բողոքում են, որ վատ է, բայց ներսից տեսնելով հրաշալի հայրենասեր մարդիկ են, շատ մտահոգ։ Գիտեք ինչ նոր մի բան է այնտեղ հայտնվել, նոր ալիք 80-ական, 90-ական թվականներին, այսինքն 90-ականների սկզբին գնացած Հայաստանի հայերը, որոնք հայաստանցի են, իրան գիտեն ինչ բան է Հայաստանը, այնտեղ դառնում է գիտեն 90-ականների Հայաստանը։ Ու գիտեն 90-ականների Հայաստանը, գիտեն այն խորհրդային Հայաստանը, անցնում է 30 տարի, իրանք այնտեղ արդեն ձևավորվում են, որովհետև որ նոր էին գնացել, իրանք դեմք չունեին, այնտեղ նույնիսկ ինչ որ չափով հալածված էին հին համայնքի կողմից, թե ինչու եք թողել եկել Հայաստանը, ստեղ ինչ գործ ունեք անելու, այսօր իրանք կայացել են։ Ու այնտեղ Հայաստանի համ են բերել, նոր շունչ են բերել, լրիվ ուրիշ որակ են բերել Սփյուռքին, միավորում են։ Այդ հայաստանցին այնտեղ ստեղծել է նոր Հայաստան։ Ու գիտեք ինչ է զգում, օրինակ Ֆրանսիայում, այդ փոքրիկ համայնքը Նիսի ոնց որ Ֆրանսիայում ստեղծված Հայաստան լինի։ Իրանք ոնց որ նեյրոնները ոնց են ամբողջ աշխարհով մեկ, հա, եթե մենք մի ծրագիր ունենանք, այնքան հեշտ է այս նեյրոնները միացնել, որտեղ ոնց որ այդ հայաստանցին գիտի այս հայաստանություն լավ է հասկանում։ Մենք ընդհանուր կես բառից իրար հասկանում ենք ու արագ ծրագրերը կարողանում ենք համատեղել ու միավորել, գործ է պետք անել։ Նեյրոնները կան, մնաց հանցը Այո, սարքենք։ նեյրոնները պատրաստվել են։ Կամուրջներ սարքենք։ Ինչն է հետաքրքիր ոչ մեր կողմից։ Հա։
Էլի դիեզերք աշխատում, ասում եմ, դիեզերքը հայր հետ աշխատում, այո, նեյրոնները կան, մնում է ցանցերը ստեղծել, ամրապնդել։ Շատ լավ, Հասմիկ ջան։ Կուզեմ նաև խոսանք, խոսացիր արհեստական բանականության մասին, նոր տեխնոլոգիաները, թռիչքային զարգանում են, ինտերնետը, բոլորիս ուշադրությունը, ասենց մեղմ ասած խժռում է։ Ես իմ երեխեքին մեկ մեղադրում եմ, բան շատ ինտերնետում մի մտեք, հետո բռնում եմ ինձ այն վիճակի մեջ, որ ես եմ այդ ինտերնետում ու այս վիճակից ինչ դեղամիջոց կառաջարկեք, չգիտեմ, մեր հեքիաթներից կամ ինչ որ ինտերնետը ընդհանրապես գործիք է, զենք է, ու երեխաներին կապել ինտերնետի հետ դա շատ վտանգավոր է, որովհետև երեխան դեռ պատրաստ չի նեյրոններից խոսացինք, դեռ իր բնական բանականությունը ձևավորված չի, չձևավորված բանական, նենց է ստացվել, տեսեք, շատ հետաքրքիր բան է ստեղծել բնությունը, երբ որ կատուն ծնվում է, երկրորդ օրը արդեն նա, լավ, երկրորդ չասեմ, մի շաբաթ հետո գիտի ոնց մուկ բռնի, ոնց կարա իր գլուխը պահի, մարդը որպեսզի իր գլուխը պահի, իրան պետք է 12 տարի, 14 տարի, ինչի, որովհետև ուղեղը քիչ է զարգանում, քիչ, բայց շատ հզոր, այ հələ չզարգացած ուղեղին միանգամից տալ ինտերնետին կապել, մեծ հոսքեր ինֆորմացիոն, իրան մենք ինվալիդ ենք սարքում, հա, մենք ուզում ենք ինքը արագ զարգանա, հա, արագ կզարգանա, բայց կգա մի պահ, որ այդ ամեն ինչ կլինի անիմաստ, առաջինը պետք է տալ իմաստներ, կա այդպես մի բան, երեխան հոյակապ, ամեն ինչ գիտի, շատ կրթված, ամեն ինչ Google-ից բետար, ինչ հարց ես տալի, պատասխանում է, բայց երեխան դժբախտ է, աչքերի մեջ ուրախություն չկա, իմաստ չկա, լիքը ինֆորմացիա կա, իմաստ չկա, ու մեկ է տեսնում ես մի հատ երջանիկ երեխա, կիսատակլոր, կիսաբոբիկ, սարերում վազում է, ու ինքը ինչ-որ այդ հովիվների հետ, տեսնում ես, ես էլ բան չգիտի, դա էլ մի հատ ուրիշ ծայրահեղություն է, բայց կատարել երջանիկ երեխա, կենդանություն կա մեջը, աչքերի մեջ լույս կա, այդ թշերը կարմիր են, ինքը ապրում է, արտնան մարևիտ, այսինքն դեղամիջոցը հետևյալն է, երեխաները գնալ սարերում ապրել ոչ միայն ապրել, այլ այո, դու շատ ճիշտ ես, երեխաներին մաքսիմալ մոտեցնել բնությանը, մաքսիմալ մոտեցնել ավանդույթին, հեքիաթներին, հենց այս բանաձևերին, որովհետև այդ ժառանգությունը ինչն է շատ փառքաստու ունենք, հենց դա ինչի ունենք, որովհետև հայկական բանակը հազարամյակներով հասկացել է, որ պետք է աշխատել միայն ու միայն երեխաների հետ, մենք հեչ երեխան ավելի կարևոր է, մենք ինչ ունենք տալիս ենք երեխային, կոդավորում ենք երեխային, որովհետև մենք պետք է ունենանք փայլուն ապագա, ուրիշ ոչ մի նպատակ չկա, փայլուն ապագայի համար երեխան պետք է կոդավորված լինի լուսավոր արեգակնային կոդերով, կյանքի իմաստով, պայքարի ցանկությամբ, ինքը պետք է լինի հայոց բանակի մաս, էլի պտտվեցինք եկանք մեր բանակին, մեր երեխան պետք է պայքարող տեսակ լինի, ու լույսը բացվի ինքը հասկանա, որ իր կյանքի ամեն մի վայրկյանը իմաստ ունի, իսկ տալիս ենք ինտերնետին, այնտեղ հա, բայց իմաստը որն է, ոչ մի բան, տուպիկ, քառակուսի, սև, արկղ է չի հիմա արդեն ինչ-որ սև ընդհանրապես չգիտեմ ինչ, 14 տարեկանից հետո, երբ որ արդեն կձևավորվեն այդ նեյրոնները, այդ բանաձևերը, դարակները, իսեր աստծո, բացեք ամբողջ աշխարհը, ամբողջ ինտերնետը, բացեք թող ինչքան հնարավոր է ինֆորմացիա գա, ինքը արդեն կֆիլտրի, իր ֆիլտրը կա, իսկ հիմա ֆիլտր չկա։ Ու այդ իր համար կդառնա գործիք։ Կդառնա հզոր գործիք, ու փառք աստծո, որ այդ հզոր գործիքը կա, թող ավելի հզորանա։ Իհարկե, տեխնոլոգիաներին 10 ձեռքով կողմեմ։ Շատ լավ։ Մոտենանք ամփոփենք արդեն ավարտին մոտենանք, սենց մի հարց, ինչ լուսավոր կետեր եք այսօր տեսնում, որոնք արդեն կան, եւ ինչը որ առաջնային է, որ պետքա լուսավորել այսօր։ Հենց այս վերջի լուսավոր կետը ասեմ, այս բանի քաղաքական ծանր պայքարի մեջ, այս սենց բուրըն կեղտաջրի ալիքների մեջ, կուսակցական բսկրտոցի մեջ հանկարծ ամսի 28-ին ես տեսնում եմ երջանիկ մարդիկ հրապարակում, իսկականից, գիտեք, ոչ թե որ անորից, որ ես իմ ինչ հա տեղ ունեցել, այլ հույս, որ այս ինչ հզոր ու ինչքան սիրուն է մեր բանակը, այդ լույսն եմ ես տեսել, որովհետև վաղուց չէի տեսել այդպես երջանիկ մարդիկ իրար հետ հավաքված, որ հայրը տղուն դրել է ուսերին, այս տղեն արևի տակ կանգնած նայում է, որ ինչ ուժեղ բանակ է,
նորից մենք պետք է մեզ զգանք որպես ուժեղ երկրի ներկայացուցիչ։ Ու այդ հույսը ես տեսա մեր ժողովրդի մոտ, այսինքն լուսավոր կետեսօր ես տեսել եմ ամսի 28-ին։ Էլի լուսավոր կետեսնում եմ մեր երիտասարդների վրա նայելով, պայքարող կերպարներ, ոնց են ասում, չընկճող, չհարմարվող կերպարներ, էլի, որ ասենք, հա, էսա լավ, յոլա կգնանք, յոլա չգնացող երիտասարդներ։ Այդ իրանք նոր աշխարհ բերող են։ Իրանք հրաշալի կադրեր են։ Ոնց են ստեղծվել, ոնց են թրծվել, ինչ դարբնոցով են անցել։ Մենք գիտենք ինչ դարբնոցով են անցել, բայց իրանք ստացվել են անտանելի, ահավոր, շատ հայրենասեր, աշխարհ փոխող, չհամակերպվող իրանցը առաջ տանող երիտասարդներ։ Չեմ ասի 100%-ը տենց է, բայց շատ մեծ տոկոս է կազմում։ Սերմը կա, ու վարակիչ սերմը։ Մանավանդ այդ պարերը, որ իրար հետ չեն դուրս գալի պարում, սենց ցնծում եմ ուղղակի, որովհետև մենք այտենց չենք եղել։ Ճիշտ է, էլի հայրենասեր ենք եղել, բայց շատ ավելի թույլ։ Եթե մենք կարողացանք սովետական միության պես հզոր երկիրը քանդենք, այս երեխեքը հաստատ կստեղծեն նորը։ Ուղղակի մենք իրանց տվեցինք ցավոք սրտի քանդված երկրի ռուինը, ոնց է հայերեն։ Ավերակներ, քանդված երկրի ավերակներ, ու հələ շինարական աղբն է պետք է հանենք, իրանց վրա ծանր բեռ ընկավ։ Հա, ցավոք սրտի 20 թիվը էլի այդ սպինի մոտ մնացել է բաց վերք։ Ցավոտ բաց վերք։ Ամբողջ ազգի մոտ է մնացել։ Դե հա, դա շատ երկար կցավա, մինչև որ մի սերունդ է կանցնի, ուժեղ կստեղծենք լավ հզոր պետություն, որ արժանի լինենք այդ ահավոր արյանը, այդ սուրբ արյանը, որ թափվեց։ Էսա։ Լավ, Հասմիկ ջան, ու մեր վերջի ավանդական հարցը, ինչպիսի երկիր է երազում կառուցում Հասմիկ Բաղրամյանը։ Երազիմ երկիր, հայրենիքա, իմ երազած երկիրը։ Ես ուզում եմ տեսնել մի Հայաստան, որը ամբողջ աշխարհով մեկ լինի, այդ սփյուռքից ցանցնել կառուցված լինի, ու մենք սենց վարակիչ լույսեր տարածող փորձենք ամբողջ աշխարհի համար լինել մերան, ու բոլորին միավորենք սենց ինչ որ մի հատ բարձր գաղափարների, բարձր արժեհամակարգի շուրջ ու իրար հետ ցնծանք ու ուրախանանք։ Ամբողջ աշխարհի ժողովուրդով, այս երազում եմ այդպես մի հայրենիք ստեղծել, որ անկախ նրանից ինչ ազգ ես, ինչ կրոն ես, ինչ գույն ես, ապրենք իրար հետ սիրով ու համերաշխ։ Պայքարով, բայց պայքարով էլ, որովհետև այդ պայքարն էլ թող լինի խաղ։ Այդ մեր խաղությունն է թող լինի խաղի կանոններով, որտեղ մենք միշտ կհաղթենք։ Շատ լավ, շնորհակալություն Հասմիկ ջան։ Ես էլ եմ շնորհակալ։ Կհանդիպենք Լուսահար podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսահար podcast-ին։ Լուսահար podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։ Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաեւ նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը եւ ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Re-Armenia հարթակում, Bartsun.am կայքում եւ հայն հաշմի որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաեւ քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը եւս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսահար podcast-ին։